Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հանրագիր է ներկայացված, 5 հոգի հանրագիր է ներկայացրել։ Հանրագիրը ներկայացրել է ձեր Արտենիս Ղուկասյան Արսենը, Գևորգյան Գևորգը, Իսրայելյան Անաստասը, Մարգարյան Միքայելը եւ ես Հարություն Բաղդասարյան։ Ուրեմն 5 հոգի ներկայացրել են հանրագիր։ Հանրագիրը սահմանադրությամբ սահմանված կարգ է։ Հանրագրում ներկայացված է սահմանադրությանն հոդվածը, որի ուժով 108 հոդվածի ուժով, որի ուժով ձևավորվել է քննիչ հանձնաժողով։ Քննիչ հանձնաժողովը ձևավորվել է իրավունքի ուժով եւ եթե իրավունքի ուժով ձևավորված հանձնաժողովը, ուրեմն պետք է նաեւ իրավունքի ուժով էլ այդ աշխատանքները կատարել։ Քննիչ հանձնաժողովի աշխատանքը ավարտվում է երկու դեպքում, մեկը զեկույցը ներկայացնելով, մեկը եթե զեկույցը ժամանակին չեն ներկայացրել։ Ուրեմն ցանկացած դեպքում մեր խնդիրն է բացահայտել, ինչի քննիչ հանձնաժողովը զեկույց չի ներկայացրել։ Մեզ պատասխանել են, որ դա սահմանադրական օրենք ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 25 հոդվածի ուժով չի համարվում զեկույց։ Մենք էլ նշում ենք, որ այդ դեպքում ինչ է, եթե ոչ զեկույց եւ խնդրում ենք, տեսեք, 7 կետից նշած հանրագիրը, եթե դուք չունեք կարող եմ ես ձեզ ներկայացնել այդ հանրագիրը եւ իր պահանջները, հիմնական խնդիրը այն է, որ հանձնաժողովը պետք է որ կարողանար ինքը դրա պատասխանը տար եւ զեկույցը ներկայացնել ազգային ժողովը, որտեղ սահմանադրությունը սա է ասում, ձևավորվում է հանրային հարցերի հետ կապված, ձևավորվում է քննիչ հանձնաժողովը եւ զեկույցը ներկայացնում է ազգային ժողով։ Խնդրեմ վերցրեք, կարող եք հետո ուսումնասիրել։ Սա է մեր խնդիրը, որ իրավական հարցության մեջ տեսեք, մենք այսօր 4-ով ելույթ ունեցանք, բայց Միքայելը Մարգարյան չի կարողանում մասնակցել մի պատճառով, որովհետև ամենայն հավանականությամբ նրա նկատմամբ ոստիկանությունը փորձում է կամ բերում է Մենք արդեն ինֆորմացիա, որ իրանց տանն են եւ ըստ երևույթի ամենայն հավանականությամբ ուզում են բերման ենթարկեն եւ հիմա կամ ես նորից եմ ասում, նորից եմ կրկնում, թո հիմա նոր իմացանք, որ Միքայել Մարգարյանն տուն են եկել ոստիկանության բազմաթիվ աշխատողներ ու ինչքան հասկանում ենք այնտեղ արդեն երևի սանկցիա ունեն բերմանի ու քանի որ արդեն շատ արդեն տարածվեց լուրերը, թե Միքայել Մարգարյանը ուղղորդված է ինչ-որ քաղաքական ուժերի կողմից, ես իմ անունից ասում եմ, Միքայել Մարգարյանը ոչ մի քաղաքական ուժի չի սատարում ու ոչ է նրանց կողմից ուղղորդված մարդ է։ Այդ մարդը մեր ընկերն է, մեր դարդով, մեր ցավով տառապող մարդ է ու ինքը ոչ մի քաղաքական եսի մինչև չի եկել, որ ինքը գիտեր եսիմ դիրքորոշումը, որ ստեղ դիվիդենդ չեն տանում։ Այսինքն ինքը հաստատ այդ մարդը չի ու թող այդ մարդուց ոնց որ ասած շալակից իշնեն։ Ես ներողություն մի հարց։ Ձեզ համար տարօրինակ չէ այն հանգամանքը, որ քննիչ հանձնաժողովի այդ ամբողջ հարցերը քննարկում է իշխանական ներկայացուցիչը, որովհետև ընդդիմադիր պատգամավորների կողմից հաճախ հնչում է նման կարծիք, որ եթե իշխանությունն է մեղավոր այս պատերազմում, ուրեմն նորմալ չէ, որ իշխանության ներկայացուցիչն է քննում այդ հարցերը ու ոչ օբյեկտիվ է ամեն բան լինելու։ Ձեր կարծիքը այս մասին։ Հա, դա ասեցին, իրանք հենց երեք պատգամավորները դա ասեցին, բարձրաձայնեցին ու ասեմ ավելին, այդտեղ այդ զեկույցի տակ անգամ ստորագրու երեք Գեղամ Մանուկյանը իր խոսքի մեջ ասեց, դա էլ եք լսել, որ ստորագրություններ էլ չեն դրել դրա տակը։ Չէ՞ 2 թե 3 հոգի ընդամենը ասեց Մելքոնյան Գագոնա ստորագրել, Արմենը Խաչատրյանն ստորագրել, մեկը մի հոգու էլ անուն ասեց, չեմ հիշում։ Այսինքն այդ զեկույցը, որ դաժե իրանք քննել են, իրանք ուսումնասիրել են, իրանք ինչի մանճազես արել են, դաժե իրանք իրանց արածին չեն տակը ստորագրել։ Այսինքն պատկերացրեք ինչքան է իրանց համար, ինչքան անտարբեր են իրանք այս ամենա երևույթի մեծ երևույթի, որը իրականում մեր պետականության նորից եմ կրկնում, հա, մեր ազգի համար ամենամեծ աղետն էր։ Եվ սրա նկատմամբ այնքան անտարբեր են, որ նույնիսկ ոչ մեկ ոչ ստորագրում է, ոչ մի լրջություն չկա։ Պատճառը չի կարող այդ ժամանակ լինի արդարացված որևիցե քայլի։ Այսինքն նայեք, նորից եմ կրկնում, ժողովուրդ ջան, սա բոլորիս պահանջն ու դիրքորոշումն է։ Ստեղ քաղաքական դիվիդենդ հավաքելու համար, ուզում եմ ուղիղ ասեմ, ժողովուրդ,
նման գործընթաց չեն անում։ Քաղաքական դիվիդենդ հավաքելու համար գնում են այտենց ոնց որ իրանք հիմա գնում են ռայոնից ռայոն, կուկուռուզ են ուտում, պերաշկի են ուտում, ուրախ ավտոբուս են դնում, եշատ եմ անում, ինչեր են անում, ուշադրություն գրավելու համար։ Սա քաղաքական դիվիդենդի հետ ընդհանրապես կապ չունի, ընտրությունների հետ ընդհանրապես կապ չունի, սա պահանջ է, հոգուց բխող, բարոյական արժեհամակարգով, սրտից բխող, ի վերջո պետականության ու երկրի համար մտածող, ես նորից եմ կրկնում, ես այս երկրի ակունքներում եմ կանգնել ազատագրման պայքարի, Արցախյան ազատագրական պայքարի մեր անկախության։ Շատ այն ժամանակ, երբ որ շատ ու շատ այս ԿՊ-ական падգամավորները դեռ չէին ծնվել, միգուցե եւ ընդդիմադիրներից էլ կան։ Խնդիրը հետեւյալն է, ժողովուրդ։ Մենք ոչ թե քաղաքական դիվիդենդ ենք հավաքում, մենք միացել ենք միասնական այս պայքարին եւ կարողացել ենք այս բարձրաձայնենք բոլորիդ հետաքրքրող հարցերը եւ սա բոլորիդ գործն է, որ միասնական լինենք, բոլոր են քաղաքական ուժերը եւ պայքարող մարդիկ, խնդրում եմ բոլորդ միացեք, որովհետեւ սա մեր միայն խնդիրը չի, բոլորիդ խնդիրն է։ Սա բարոյական խնդիր է մեր։ Պարոն Գևորգյան, ձեր պայքարը ինչպես եք շարունակելու։ Այսինքն այս Առաջի հերթին այս ակցիան մենք ներկայացրեցինք, որ սրանից հետո մենք պետք է պահանջենք եւ քաղաքացիական պայմանագրի դիրքորոշումը, որովհետեւ երկու խմբակցությունները արդեն իրենց դիրքորոշումներն ասել են, բայց դա բավարար չի։ Պետք է անընդհատ իրենք տարբեր միջոցներով նույնպես բարձրաձայնեն եւ սրան միանալա պետք ամբողջությամբ միանալա պետք։ Երկրորդը եւ սրանից հետո բխող քայլեր են լինելու, այսինքն մենք սպասում ենք իրենց արձագանքին եւ հիմա ենք սպասում ոչ թե Էշմիսատկի գարուն կուգա տարբերակով, այլ հիմա ենք մենք սպասում այդ պատասխանին, որից հետո բխող բնականաբար մենք ունենք քայլեր եւ սա հանրային պահանջներն է սահմանադրական մեր իրավունքների շրջանակներում մենք բնականաբար մեր ինչպես այո ամբողջը իհարկե ու այս դուք բոլորդ եք լինելու մասնակիցը, որովհետև սա բոլորիս խնդիրն է, ժողովուրդ։ Շնորհակալ եմ։